Գործարքի ներսում կարող ենք կատարել որոշակի գործողություններ։ Կարող ենք նոթեր հատվածից ավելացնել գործարքին վերաբերվող ինֆորմացիա, որը ցանկանում ենք պահպանել գործարքի ներսում։ Գործարքների ներսում կարող ենք ուղարկել էլեկտրոնային նամակ, ավելացնելով անձի կոնտակտը, ում ուզում ենք ուղարկել նամակը, գրել տեքստը, սեղմել send կոճակի վրա և ուղարկել նամակը։ Նամակի թեմպլեյթներ հատվածում կա հնարավորություն նաև ստեղծել նամակի օրինակներ, որոնք կարող ենք պահպանել։ Այստեղ գրում ենք թեմպլեյթի անունը։ Visibility դաշտում կարող ենք ընտրել, թե ով տեսնի մեր պատրաստած նամակի օրինակը։ Subject դաշտում ավելացնում ենք նամակի վերնագիրը։ Ներքևի հատվածում շարադրում ենք նամակը, այստեղ Insert Field բաժնից կարող ենք ընտրել այն դաշտերը, որոնք ցանկանում ենք ներառել նամակում։ Սեղմում ենք Save և պահպանում։ Թեմպլեյթները կարող ենք դարձնել տեսանելի և կիսվել թիմի մյուս անդամների հետ, կամ private կոճակով փակել տեսանելիությունը։ Email թեմպլեյթներ հատվածից արդեն կարող ենք ընտրել մեր մշակած նամակի օրինակները և ուղարկել հաճախորդին։ Files հատվածում կարող ենք գցել գործարքին վերաբերվող ֆայլերը։ Documents հատվածից կարող ենք գցել գործարքին վերաբերվող փաստաթղթերը։ Այստեղ կարող ենք ստեղծել նոր փաստաթուղթ, ավելացնել տեքստը, աջ հատվածից կարող ենք ընտրել, թե համակարգը գործարքի որ ինֆորմացիան ավելացնի փաստաթղթի ներսում։ Այնուհետև պահպանում ենք այս օրինակը որպես ձևանմուշ։ Այնուհետև Documents ձևանմուշների հատվածից կարող ենք ընտրել արդեն պահպանած ձևանմուշը։ Activity հատվածից կարողանում ենք ավելացնել այն գործողությունները, որոնք պետք է կատարենք։ Օրինակ ընտրել զանգի տարբերակը, ավելացնել ամսաթիվ և ժամ և սեղմել պահպանել կոճակը։ Արդյունքում մեր նշված ամսաթվին և ժամին կստանանք ծանուցում, որ պետք է կատարենք զանգ տվյալ գործարքի վերաբերյալ։ Այս հատվածից կարող ենք նաև ուղարկել էլեկտրոնային հրավեր։ Սեղմելով հրավեր կոճակի վրա, ներքևում նորից նշում ենք ամսաթիվը և ժամը։ Այնուհետև guest կոճակով ավելացնում ենք հաճախորդի մեյլը։ Video call կոճակով կարող ենք գեներացնել Google Meet-ի հղում և սեղմելով Save and Send Invites կոճակի վրա ուղարկում ենք հանդիպման հղումը հաճախորդին։ Մեր կողմից սահմանված ակտիվիթիներին կարող ենք հետևել ընդհանուր ակտիվիթիների հատվածում, որը կարող ենք տեսնել ձախ անկյունում։ Տեղափոխվելով ակտիվիթիներ բաժին, կարող ենք տեսնել մեր բոլոր գործողությունները։ Կարմիրով նշված են լինում գործողություններ, որոնց կատարման ժամկետները անցել են։ Կանաչով գործողություններ, որոնք պետք է կատարել տվյալ օրը։ Մոխրագույնով ապագայում կատարվող գործողություններն են։ Ակտիվիթիները կարող ենք ավելացնել նաև այս հատվածից, սեղմելով վերևում կանաչ կոճակի վրա, ընտրել գործողության տեսակը, ամսաթիվը, ժամը, կցել համապատասխան գործարքը, ըստ անհրաժեշտության ընտրել մասնակից անձանց և պահպանել։ Գործողությունները կարող ենք տեսնել նաև ըստ օրացույցային օրերի։ Սեղմելով վերևում օրացույցի կոճակի վրա կտեսնենք շաբաթվա ընթացքում սպասվող կամ կատարված գործողությունները։ Այս բաժնից նույնպես կարող ենք ավելացնել գործողություններ և կառավարել դրանք։